Ողջունում եմ բոլորիդ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ ուրախ եմ, որ եւս մեկ օր առիթ ունենք միասին Տիրոջ խոսքի շուրջ մտորելու։ Ինչպես մեր Տերը երկրի վրա էր ֆիզիկապես եւ իր ոտքերի մոտ էին հավաքվում, այսօր էլ ուսուցումների մոտ ենք հավաքվել, սովորելու, լսելու, մեր հոգու համար սնունդ վերցնելու, որը որ Սուրբ Գիրքը կասեր, այն ճրագ է մեր ոտքերի համար, լույս մեր շավիղների համար։ Ինչպես եղբայրը ընթերցեց արդեն անցած շաբաթ ևս գիտեք, որ Փիլիպեցիս թղթից ենք ուսումնասիրել 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները կարդացինք եւ ուսումնասիրեցինք 6 եւ 7-րդ համարները եւ այսօր պետք է շարունակենք 8 եւ 9-րդ համարները պետք է ամբողջացնենք եւ տեսնենք թե Աստծո խաղաղությունը, այդ մտքից վեր եղող խաղաղությունը փորձառելու համար ինչ հրամաններ է տալիս Պողոս առաքյալը։ Եթե հիշում եք, հատվածը հետևյալի մասին էր, որ Պողոս առաքյալը սովորեցնում էր Աստծո խաղաղությունը, մտային այդ փորձառությունը, հոգեկան այդ փորձառությունը ապրելու համար առաջին հրամանը, որ տալիս էր հատվածում 6 եւ 7-րդ համարներում այն էր, ասում էր, որ դուք ձեր հոգսերը պետք է ներկայացնեք Աստծուն։ Ոչ թե դժվարությունների մեջ 1-2 տարբերակ փորձենք եւ հետո Աստծուն ներկայացնենք, այլ առաջինը, որ պետք է անենք ծնկների վրա Տիրոջ մոտ գնալն է։ Եվ հիշում եք համարում 6-րդ համարում նա ցույց տվեց նաեւ այդ ներկայացման կարգը, ինչպիսին պետք է լինի։ Եվ ասաց, որ աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ երբ այս 3 քայլը հավատացյալները կանեն, դրանից հետո խոստանում է արդյունք։ Եվ 7-րդ համարում ասաց, որ սրան ի պատասխան, երբ արվեն Աստծո խաղաղությունը, որ մտքից վեր է, պիտի պահպանի մեր մտքերը եւ մեր սրտերը ամեն անհանգստությունից։ Այսպիսով, ինչպես հաղթանակ տանել անհանգստության վրա։ Եվ Պողոս առաքյալը երկրորդ հրամանը, որ այստեղ տալիս է, հետևյալն է։ Մենք սլայդ եթե ունենք, անցած շաբաթվա նույն սլայդն է, եթե կարող ենք դնել, շարունակությունը այնտեղ կար, կարող եք դուք էլ հետևել, դրանք կօգնեն պարզապես, որպեսզի հիմնական մտքերը աչքի առջև լինեն, որ տեքստին երբ նայեք, իմանաք թե որ հատվածին ենք հասել։ Այսպիսով երկրորդ հրամանը, որ Պողոս առաքյալը տալիս է այստեղ, հետևյալն է. ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ, երկրորդ հետևյալն է. մտածիր Աստծուն վայել թեմաների մասին։ Պետք է մտածել Աստծուն վայել թեմաների մասին։ Սա հինը նորով փոխարինելու մասին է։ Եվ այս համարներում տեսնում ենք Աստծո կողմից կարևորված 8 թեմա, որ Պողոս առաքյալն է գրում, եւս կարող ենք անցնել մի քանիսը։ Եվս մեկ հատ Սրանք անցած անգամ ենք ուսումնասիրեցինք եւ այո, այստեղ ենք։ Պետք է մտածել Աստծուն վայել թեմաների մասին։ Եվ 8 թեմա է այստեղ Պողոս առաքյալը առանձնացնում, թե ինչերի մասին պետք է մտածի հավատացյալը, որ այդ ձեռք բերված խաղաղությունը, որ նախորդ համարում արդեն ունեցավ, պահպանվի։ Նայեք 8-րդ համարին, ասում է այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գովելի, դրանց մասին մտածեք։ Աստծո խաղաղությունը փորձառելու համար պետք է այս թեմաների մասին մտածել շարունակ, Պողոս առաքյալն ասում է։ Եվ հիմնական գործողությունը այս համարում, որ մենք տեսնում ենք, հետևյալն է. պետք է մտածել։ Նկատում եք, մեզ քերականությունը շատ է օգնում։ Հիմնական բայը համարում հետևյալն է. այս արեք։ Արեք այս։ Սա որոշում է մտածել այս բաների մասին, ինչ որ առաքյալն է ասում։ Եվ հունարեն բառը այստեղ նշանակում է ոչ թե պարզապես հիշել կամ մտաբերել, այլ զբաղվել մտածողությամբ։ Խորհել, կշռադատել, ուշադրությամբ հաշվի առնել։ Այլ կերպ ասած, Պողոսը չի հորդորում պարզապես բարին հիշել, այլ գիտակցաբար, խնդրում եմ ուշադիր, մտքով կենտրոնանալ այս բաների վրա
եւ կենտրոնացնել մտածողությունը սրանց շուրջ։ Սա դիտավորյալ միտքը սրանց վրա կենտրոնացնել է նշանակում։ Ըստ բառի բացատրության պետք է մեր միտքը, մտածմունքները գիտակցորեն կենտրոնացնենք այս 8 թեմայի վրա։ Սա պետք է լինի հավատացյալի դիտավորյալ կատարված գործողություն։ Օրինակ, հիշեք, թե ինչպես ենք դիտավորյալ մեր մտքերն ու սրտերը ուղղում մեզ հաճելի թեմաներին։ Թե որքան հաճելի են մեզ համար այն թեմաները, որ ցերեկ ու գիշեր ուզում ենք դրանց շուրջ մտորել։ Եվ երանի թե մեր համար ամենահաճելի թեման լինի Հիսուսի մասին մտորումները, երկնայինի մասին մտածելը։ Սրա նման պետք է մտքերը մեր ուղղել դեպի այս թեմաները, որոնք տեսնում ենք այստեղ, որոնք կոչ է անում Պողոսը մտորելու համար։ Սա նշանակում է, այդ միտքը պետք է շարունակ լցված լինի Աստծո կարևորած այս թեմաներով։ Այն կապված է նախորդ համարի հետ, որպես գործնական կիրառություն։ Եթե Աստծո խաղաղությունը պահպանում է մեր միտքը 7-րդ համարում, ապա մենք պետք է ակտիվորեն լցնենք այդ միտքը այս թեմաներով։ Նկատում եք զարգացումը Պողոս առաքյալի մտքերի։ Երբ նա ասում է ոչնչի համար հոգս մի արեք, այլ աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները ներկայացրեք Աստծուն, դրանից հետո խոստանում արդյունք ասում է եւ Աստծո խաղաղությունը, որ մտքից վեր է, կպահպանի ձեր մտքերը, դրանից հետո տալիս է գործնական քայլեր։ Ահա թե ինչով պետք է զբաղված լինի հավատացյալի միտքը, երբ աղոթքով ու աղաչանքով Տիրոջ գահի առջև է գնացել։ Այն ակտիվորեն պետք է լցված լինի այն թեմաներով, ինչը որ առաքյալը այստեղ նշում է։ Ինչու է մեզ պետք կենտրոնանալ այս սովորությունը զարգացնելու վրա։ Խնդրում եմ ուշադրություն, որպեսզի փոխարինենք աշխարհային մտքերը հոգևոր եւ աստվածային մտքերով։ Մեզ պետք է դիտավորյալ մտորել սրանց մասին, որովհետև աշխարհը 24 ժամ հնարավոր բոլոր միջոցներով մեր աչքերից եւ ականջներից ներս ուղարկում է իրեն հաճելի եւ իր համար կարևոր թեմաները։ Բայց արդյոք դրանք այն են, ինչ մենք պետք է մտածենք։ Սա չի նշանակում չաշխատել, չուտել, չխմել, դա այդ չի նշանակում։ Սա նշանակում է ստացած խաղաղությունը Տիրոջ հետ հաղորդակցության արդյունքը պետք է պահպանվի։ Լավ, ինչերի մասին մտածել։ Այստեղ Պողոսը թվարկում է 8 առաքինություն։ Առաջին ասում է մտածեք ճշմարիտ բաների մասին։ Ինչ որ ճշմարիտ է։ Դոկտոր Վոլտեր Կավերտի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց անհանգստությունների միայն 8%-ն է իրական խնդիր։ Իսկ 92%-ը կամ երևակայական է, կամ երբեք չի լինում, կամ էլ մեր վերահսկողությունից դուրս է։ Գիտեք, որ սատանան ստի հայրն է եւ նա կարող է ստերով խաբել մարդկանց, մոլորեցնել, իսկ մեր Տերը Սուրբ Հոգու միջոցով իր խոսքի միջոցով է աշխատում մեր մտքերի եւ սրտերի հետ, որպեսզի մեզ պահի հավասարակշռության եւ խաղաղության մեջ։ Եվ հարցը ինչի մասին ենք մենք մտորում։ Հարց մեզ, սիրելի հավատացյալներ, արդյոք մենք մեր միտքը դիտավորյալ կենտրոնացնում ենք ճշմարիտ բաների վրա։ Օրինակ, ինչպես միտքդ կկենտրոնացնեիր քեզ համար ամենաբաղձալի թեմաներին, հենց նույն կերպով պետք է մտածել այն բաների մասին, ինչը ճշմարիտ է։ Ինչպես լույսն ու մութն են անհամատեղելի, ինչպես տաքն ու սառն են անհամատեղելի, նույնպես էլ ճշմարիտն ու ոչ ճշմարիտ մտքերն են անհամատեղելի։ Սա առաջին թեման է, որի շուրջ պետք է մտածի գիտակցորեն յուրաքանչյուր հավատացյալ։ Երկրորդ տեսեք ինչ ասում համարում, ասում է ինչ որ ազնիվ է եւ արդար։ Ձեր թարգմանությունները գուցե տարբեր լինեն, բայց իմաստային բառերը նույնն են, եթե նույնիսկ հոմանիշներով գրված լինի։ Ինչ որ ազնիվ է եւ արդար։ Սա նշանակում է հարգանքի եւ արդարության արժանի բաներ։ Կան շատ բաներ, որոնք անհարգալից են եւ քրիստոնյան չպետք է իր միտքը դրանցով լցնի։ Դա չի նշանակում աչքերը փակել կյանքի ցավալի կամ տհաճ բաների առաջ, այլ նշանակում է չկենտրոնանալ անպատվության վրա եւ չթողնել, որ դրանք կառավարեն մեր միտքը։ Ազնիվ եւ պարկեշտ բաների մասին պետք է մտածենք շարունակ։ Ահա այս է ասում Պողոս առաքյալը։ Պետք է հարց տանք մեզ ամեն անգամ. այս միտքը, որի մասին մտածում եմ, արդյոք ազնիվ է։ Արդյոք արդար է Աստծո համար։
Աստծո չափանիշներով։ Մարդու միտքն այնպես է ստեղծված, որ այն ունի ունակություն ստեղծագործելու, զարգացնելու որևէ նյութ, երևակայելու, եւ այս լավ կարողությունը հնարավոր է օգուտի փոխարեն նաեւ վնաս տալ, եթե սխալ եւ տհաճ եւ անազնիվ բաներ այնտեղ լցված լինեն։ Դրա համար առաքյալն ասում է, որ գիտակցաբար պետք է մտածեք սրա մասին։ Ինչ եք պատկերացնում։ Հավատացյալը, ով անհանգստության մեջ էր, ով աղոթում եւ դիմում էր Աստծուն, եւ այդ շփման մեջ նա գիտակցում էր Աստծո մեծությունը, Աստծո խաղաղությունը իր սիրտն էր լցրել, իր միտքն էր լցրել, ինչպես պահպանվի այդ խաղաղությունը, եթե նրա մտքերը շարունակեն լցվել աշխարհային բաներով, անազնիվ բաներով։ Առաքյալը կարևորում է ազնիվ եւ անարդար միտքը, տեսեք համարում, Աստծո խաղաղության, փորձառության պահպանման համար։ Սրտի աշխատանքը տեսած կլինեք, ինչպես է կարդիոգրաման։ Եվ հավատացյալների հոգեվիճակը այսպես տատանվում է։ Հավատացյալներիս, ես ինչ չառանձնացնեմ, բոլորիս։ Եվ առաքյալը սովորեցնում է ինչպես անել, որ այդ երկնային խաղաղությունը լինի մեր ամենօրյա փորձառությունը եւ աճենք դրա մեջ, որ մեր մխիթարությունը ուրիշ տեղ չփնտրենք, այլ Տիրոջ մոտ, Տիրոջ ոտքերի մոտ։ Դրա համար օգտակար կլինի, սիրելիներ, հարցնենք մեզ, արդյոք մեր մտքերը լցված են Աստծո համար ազնիվ եւ արդար բաներով։ Սա յուրաքանչյուրս մեզ համար կարող ենք մեր սրտերը քննել Տիրոջ ներկայության մեջ։ Դրա համար կոչ բոլորիս հիշենք, որ մտքից վեր խաղաղության պահպանման համար պետք է գիտակցորեն մտածել Աստծո կարևորած թեմաների մասին եւ առաջինը ազնիվ եւ արդար բաների մասին մտածելն է, երկրորդը ներողություն, որ առաքյալն է ասում։ Ինչերի մասին պետք է մտածի մեր միտքը այդ մտքից վեր խաղաղության պահպանման համար, երրորդ ասում է ինչ որ մաքուր է, սիրելի եւ բարի համբավ ունեցող։ Այս բառը մաքուր ամենայն հավանականությամբ վերաբերվում է բարոյական մաքրությանը։ Քանի որ այն ժամանակ էլ ինչպես այսօր մարդիկ մշտապես ենթարկվում էին սեռական անբարոյության գայթակղություններին։ Տեսեք ինչ է գրում Պողոս առաքյալը մտքով նորոգվելու կարևորության մասին այս անառակության համատեքստում։ Եփեսացիս 4:17-24-ում այսպես է գրում. Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք ինչպես հեթանոսները, խնդրում ուշադիր, իրենց մտքի ունայնությամբ։ Նրանք խավար մտքով են ու Աստծո կյանքից օտարացած այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ, բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է, դրա համար հանեք ձեր վրայից հին ընթացք ունեցող մարդուն կամ բնագրում, ինչպես հանել եք արդեն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր, տեսեք, մտքով ու հոգով նորոգվեք։ Ու նոր մարդուն ակեք, որ Աստծո պատկերի համաձայն ստեղծված ճշմարտությամբ, տեսեք, եւ սրբությամբ ու արդարությամբ։ Բացօրեն մեր միտքը ուղիղ կապված է մեր առաքինի ընթացքի հետ։ Եվ առաքյալն այստեղ ասում է, որ ահա դուք պետք է այս բարի, այս մաքուր բաների մասին մտորեք։ Գիտեք, սա հոգեբանության դաս չէ։ Երբեմն այս տեքստերի մասին աստվածաբանները, որ խոսում են, միշտ շեշտում են սա, որ շատերին կարող է թվալ, որ մենք ինչ է, մեդիտացիա ենք անում այստեղ, հա, հոգեբանության դաս ենք տալիս, ոչ, բայց առաքյալը գիտի մարդու կազմությունն ինչպիսին է։ Եվ ինչպիսին իմ ու քո մտքերն են, այդպիսին լինելու է մեր ընթացքը։ Այս դեպքում նրանց մտքով եւ հոգով նորոգվելը կօգներ նրանց օրեցօր Հիսուսին նմանվելու եւ զարգացնելու նոր մարդուն հատուկ ընթացք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։ Մեր մտքերը կապ ունեն մեր Աստվածավայել կամ Աստծուն ոչ հաճելի ընթացքի հետ, սիրելիներ։ Պետք է այս չար աշխարհի մեջ ամեն ջանք անենք, որ մեր մտքերը հեռու մնան անբարոյության ցանկացած ազդեցությունից։ Հիշում եք, որքան դժվար էր Ղովտի համար։ Պետրոսը ինչ է գրում իր երկրորդ թղթում նրա մասին, ասում է. արդար Ղովտը ամեն օր, խոսքը Սոդոմ Գոմորում ապրելու տարիների մասին է,
տանջում էր իր արդար հոգին տեսնելով եւ լսելով անառակների, անօրենների վարմունքի մասին։ Տեսնում եք, ինչ ազդեցություն ունեն մեր տեսածներն ու լսածները մեր ներքին խաղաղության վրա եւ դրա պահպանման վրա։ Չորրորդ, ինչ է ասում առաքյալը, մտածեք ինչ որ սիրելի է։ Եվ այս նշանակում է գեղեցիկ, գրավիչ, բարի համբավ ունեցող, այն ինչի մասին ընդհանրապես արժե խոսել, հաճելի է լսել։ Հավատացյալը պետք է կենտրոնանա բարձր, ազնիվ մտքերի վրա, ոչ թե այս փչացած աշխարհի ցածր ու մութ մտքերի վրա։ Բարի համբավ ունեցող մտքեր, մեր բերանից պետք է դուրս գան գրավիչ մտքեր, աղով համեմված մտքեր, ոչ մի անպիտան խոսք առաքյալն ասում է ձեր բերանից պետք է դուրս չգա։ Ձեր մեջ նույնիսկ պետք է չհիշատակվեն դրանք։ Վատ համբավ ունեցող մտքերն էլ նույնպես գողանում են մեր ներքին խաղաղությունը։ Ինչ որ լծվի այստեղ, սկսելու ենք մտորել դրա մասին եւ համապատասխան զգացումներ ենք ունենալու, կամ խաղաղություն, կամ անխաղաղություն։ Եվ առաքյալն ասում է, որ դուք մտածեք սրանց մասին, դիտավորյալ ձեր մտքերը կենտրոնացրեք սրա վրա։ Ասեմ, որ սա հեշտ բան չէ։ Ես երբ սովորում էի այս տեքստերը, առաջինը ես ինձ համար էի փորձառում եւ հետո ձեզ փոխանցում։ Ասեմ, որ հեշտ չէ, որ դիտավորյալ դու պետք է քեզ ճնշես, որ քո միտքը կենտրոնացնես դրա վրա։ Հարցն այն չէ, որ ես ներքին ցանկություն չունեմ բարի բաների մասին մտածելու, բայց հիշեք, որ մինչև մահ մենք գտնվում ենք տարօրինակ իրականության մեջ։ Մեր հոգին Քրիստոսով արդարացված, սրբված է, մարմինը դեռևս մահվան ենթակա։ Դրա համար էլ այս պայքարը կա մեր մեջ։ Եվ մինչև որ կհասնենք այն երանելի օրվան, երբ Քրիստոս իր անապականացու մարմինն էլ կտա եւ այլևս մաքրված հոգին եւ անապականացու մարմինը կմիավորվեն եւ մենք սրա խնդիրը չենք ունենա։ Բայց քանի այստեղ ենք, սրա կարիքը կա։ 5-րդ ինչ է ասում, ինչ որ առաքինություն եւ գովասանք ունի։ Եթե ինչ որ բան ունի առաքինություն, այն կոգեշնչի մեզ բարու մեջ աճելու։ Իսկ եթե արժանի է գովասանքի, այն արժե բաժնեկցել նաև ուրիշների հետ։ Մեր առօրյայում գուցե շատ մտքեր լինեն, որոնց վրա չարժե ընդհանրապես մտավոր էներգիա ծախսել։ Այ կարող ենք ամեն մեկս մտածել, ինչերի վրա ենք ծախսում մեր մտավոր ռեսուրսները։ 21-րդ դարում շատ գիտնականներ ասում են մտային աշխատանքը ֆիզիկականից 3 անգամ ծանր է։ Ես չափիչ չունեմ, չեմ կարող ասել դա այդպես է թե ոչ, բայց մարդիկ ուսումնասիրություններ են անում։ Եվ մտավոր ռեսուրսները մեր ուղիղ կապված են մեր եւ հոգեվոր եւ ֆիզիկական առողջության հետ։ Եվ Աստված դա մեծ մի գանձ է, որ տվել է մեզ կարողություն, բանականություն մտորելու։ Եվ այստեղ ասում է, թե որ ուղղությամբ պետք է ուղղված լինեն մեր մտքերը։ Հարց ինչերի վրա ենք սիրելիներ ծախսում մեր մտային կարողությունները։ Օրինակ Հիսուսը, եթե հիշեք, հանդիմանում էր փարիսեցիներին, ովքեր որ ունեին մտային կարողություններ, տեսնելու փաստերը, տրամաբանական վերլուծություններ անելու, եզրակացություններ անելու, իր գալստյան մասին տեղեկություններ իմանալու, բայց դրանք չէին անում, ուղղում էին ուրիշ ուղղությամբ։ Հիսուսն ասում էր, կեղծավորներ, երկնքի նշանները քննել գիտեք, այսինքն կարողանում եք ձեր մտային բանական կարողությունները օգտագործել ձեր գործերի համար, ձեր բիզնեսի համար, քամի կլինի, արև կլինի, ինչպես կլինի, եւ ասում եք դուք ճիշտ էլ լինում եք ձեր եզրակացության մեջ, բայց այդ ինչպես եղավ, որ իմ գալստյան նշանները չկարողացաք քննել։ Գիտեք, սա ուղիղ հանդիմանություն է բոլորիս, եթե ունենալով Աստծուց տրված մտային կարողություններ եւ այն օգտագործում ենք միայն մեզ համար, երկրային մեր աշխատանքների համար։ Ես զրուցում եմ երբեմն մարդկանց հետ, չինարենի դասատու են, ուսուցիչ են, բայց չեն կարողանում ավետարանը սովորել, հասկանալ։ Այդ ինչպես է, միթե դու կեղծավոր չես, այդ մտային կարողությունները դու օգտագործում ես այդքան բարդ մասնագիտություն սովորելու համար, բայց Սուրբ Գիրք չես կարողանում կարդալ։ Հիսուսի այդ հանդիմանությունը ուղղված է յուրաքանչյուրին, ով ունենալով Աստծուց տրված այդ կարողությունը, օգտագործում է ամեն ինչի համար, իր միտքը հրաշալի աշխատում է իր աշխատանքների համար, բայց Սուրբ Գիրք չի կարողանում կարդալ։
Քրիստոնյան չի կարող իրեն թույլ տալ, սիրելիներ, մտավոր էներգիա ծախսել այն մտքերի վրա, որոնք իրեն քայքայում են կամ վնասում են ուրիշներին։ Առաքյալն ասում է, որ դուք մտածեք այս ազնիվ, մաքուր եւ բարի բաների մասին։ Սրանք Աստծո կողմից չափանիշներ են։ Այսինքն, եթե ուզում ենք իմանալ ինչն է մաքուր, ինչն է ազնիվ, պետք է հարց տանք այն ինչի մասին ես որ մտածում եմ Աստծո համար այն ազնիվ է թե ոչ։ Տեսեք մի ցնցող համար Եսայի մարգարեությունում 26:3 ասում է. հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Տեսնում եք, միտք եւ խաղաղություն իրար կողք։ Եվ ասում է այդ հաստատուն միտքը դու պահում ես խաղաղության մեջ, պատճառն այն է, որովհետեւ ասում է քեզ է հուսացել։ Տեսնում եք ինչպես է մարդու միտքը, երբ կենտրոնանում Աստծո վրա, դրա որպես արդյունք Աստված պահում է նրան խաղաղության մեջ։ Ահա թե ինչերի մասին պետք է մտածենք, ահա թե ինչերի վրա պետք է կենտրոնացնենք մեր մտքերը, սիրելիներ, ամեն օր սա մտքից վեր եղող խաղաղությունը պահպանելու ճանապարհն է։ Ուշադրություն, երբ մենք ամեն օր մտածում ենք այս պատվերների մասին, մենք երբեք չենք անհանգստանա։ Երբ մենք ամեն օր մտածում ենք այս պատվերների մասին, մենք երբեք չենք անհանգստանա։ Կարող եք կռահել թե ինչու։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև մենք չենք կարող միաժամանակ եւ գոհանալ եւ անհանգստանալ։ Սա երկրորդ քայլն է Աստծո խաղաղությունը փորձառելու համար։ Մտածել Աստծուն վայել բաների մասին։ Առաքյալն ասում է, որ ինչ որ բարի է, ինչ որ առաքինի է, ինչ որ մաքուր է, դրանց մասին մտածեք։ Սա կոչ է, պատվեր է մտածելու։ Եվ վերջին, երրորդ քայլը, որ այս հատվածում տեսնում ենք, ինչ է պատվիրում առաքյալը, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ, հետևյալն է. պետք է սովորած ճշմարտությունները դարձնել վարք։ Պետք է սովորած ճշմարտությունները ներմուծվեն մեր կյանքի մեջ եւ վերածվեն վարքի, որպեսզի իրականանան դրանք։ Եվ այս համարում տեսնում ենք նոր վարքագիծ ձևավորելու միջոցները եւ արդյունքը։ Ինչպես պետք է ձևավորել նոր վարքագիծ։ Տեսեք, համարում ինչ է ասում Պողոս առաքյալը։ Առաջին նախ պետք է այն Աստծո խոսքով լինի, 9-րդ համարի առաջին մասը, եւ երկրորդը պետք է ընդօրինակենք Աստծո այն զավակներին, ովքեր արդեն փորձառում են դրանք։ Նայեք 9-րդ համարին։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Այս պատվերը նախորդ պատվերի շարունակությունն է։ Եթե նախորդ պատվերը մտածելու մասին էր, այս մեկը գործելու մասին է։ Ճիշտ գործողությունները ճիշտ մտքերի արդյունք են, սիրելիներ։ Եվ եթե մտքերը մաքուր են, կյանքն էլ մաքուր կլինի։ Եվ հակառակը, եթե մարդու մտքերը ապականված են, ապա այս աղբյուրից հոսող առվակը նույնպես զզվելի եւ կեղտոտ կլինի։ Կարելի է վստահորեն ասել, որ որքան մարդը երկար մնա չար մտքերի մեջ, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կիրականացնի իր գործերով։ Եթե նախորդ պատվերը նրա մասին էր, որ Փիլիպեցիները պետք է գիտակցորեն իրենց մտքերը կենտրոնացնեին Աստծո ասած թեմաների եւ առաքինությունների վրա, եւ շարունակ դրանց մասին մտածեին, ինչպես Սաղմոս 1-ում, հիշում եք, երանելի մարդն ինչ էր անում։ Գիշեր ու ցերեկ մտածում էր Աստծո օրենքի մասին, մտածում էր, իր մտային ռեսուրսներն օգտագործում էր Աստծո մասին մտածելու, իր օրենքների մասին մտորելու համար։ Այստեղ ավելացնում է Պողոս այն քայլը, որ երբ կատարվի, նրանք կունենան նոր եւ ամուր սովորություններ։ Աստվածաշնչյան սովորություն, նոր վարքագիծ, նոր ապրելակերպ, նոր ընթացք, Հիսուսի նման քայլվածք, իհարկե ոչ կատարյալ նմանության մասին ենք խոսում։ Ուրեմն ինչ է պետք անել դրա համար, ինչպես պետք է ձևավորել նոր վարք։ Ինչ է ասում Պողոսը, նայեք 9-րդ համարին, կտեսնեք, որ Պողոսը կոչ է անում ինչ-որ բան անելու, ինչ-որ բան անելու, եւ ինչ են դրանք, նայեք 9-րդ համարին, հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, արեք այն։
այն արեք, այս բայը փոխանցում եմ տևողության եւ կրկնվող գործողության գաղափարը։ Իսկ խոսքը մի բան կրկնելու եւ փորձառելու մասին է։ Այն արեք։ Իմաստն այն է, որ իմացածը պետք է կատարել, կյանքի կոչել, դարձնել վարք։ Պահեստային գիտելիքը երբեք օգուտ չի, եթե այն չի կիրառվում։ Պողոսն ասում է, որ Փիլիպպեցիները պետք է կյանքի կոչեն, կատարեն, գործի դնեն հետևյալ բաները։ Ինչ որ լսել են, սովորել են, ինչ որ ընդունել են, ինչ որ լսել ու տեսել են Պողոսի մեջ։ Առաջին ասում է այն ինչ սովորել եք։ Սովորել բառը նշանակում է ուսումնասիրել, յուրացնել կամ ընտելանալ։ Եվ հայերենում ընտելանալ բառն իր մեջ ունի շարունակ կրկնելու իմաստը, չէ՞ որ մենք մի բան երբ ասում ենք այնքան արա, որ ընտելանաս դրան։ Այսինքն պետք է կրկնել դա։ Նրանք պետք է շարունակ կրկնեին իրենց սովորածները։ Գիտնականները ասում են, իհարկե դա ճիշտ է թե սուտ թիվը էական չէ, ասում են, որ 21 օրով ովքեր ուզում են իրենց ծխելը թողնել, ալկոհոլիզմը թողնել կամ որևէ վատ սովորություն թողնել, 21 օր եթե իրենք նույն բանը անեն, այսինքն հակառակ դրան դրական բաները, իրենց մարմինը կսկսի սովորել։ Թիվն էական չէ, բայց սովորությունը կարևոր է։ Մի բան, որ պետք է անել նոր սովորություն ներմուծելու համար։ Առաքյալն ասում է, տեսեք, ես ձեզ ասում եմ մի բան, որ պետք է անեք ամեն օր։ Որովհետև այդ Աստծո խաղաղությունը, որ այդքան բաղձալի բան է, որ ուզում ենք մենք վայելել, դա հեշտ չի տրվում։ Դա ճանապարհ է պետք այս չար աշխարհի մեջ Աստծո հետ անցնելու համար, աղոթքով, աղաչանքով, գոհությամբ, մեր մտքերը Աստծո ասած թեմաներին կենտրոնացնելով, եւ այստեղ ասում է ինչ որ սովորեցիք։ Նրանք հասկացել են, որ կապ կա կրկնության եւ նոր բան դեպի կյանք ներմուծելու միջեւ։ Այստեղ կոչ է անում, որ այդ ստացած ուսումքը գիտելիքից տեղափոխվի եւ դառնա կյանք։ Եկեք մտորենք մի պահ, սիրելիներ։ Ես ու դուք ձեր սրտում պատասխանեք այս հարցին։ Ինչ որ սովորում եք, կիրառում եք։ Գիտեք, ահռելի տարբերություն կա իմանալու եւ կատարելու միջեւ։ Դրա համար Հակոբոսն ասում է խոսքը կատարողներ եղեք։ Խոսքը կարող ես կատարել, բայց չլինել կատարող։ Ինչպես ես կարող եմ երգել, բայց չլինել երգիչ։ Հակոբոսի կոչն այն է, որ ոչ թե խոսքը մեկ անգամ անենք, այլ լինենք կատարող։ Սա փորձառության մասին է։ Ինչ որ սովորել եք, ասում է դա արեք։ Պետք է վարժվել սովորածը կատարելու հարցում, որ մեր գլուխը միայն չմեծանա, այլ մարմինը համաչափ աճի։ Սա ես պարզապես պատկերավոր եմ ասում, որ պատկերացնենք։ Մարդ, ով շատ գիտի, բայց չի անում։ Տձև մարդ կլինի դա։ Գլուխը մեծ, մարմինը փոքր, բայց պետք է համաչափ աճենք մենք։ Այսինքն ինչ որ սովորեցիք առաքյալն ասում է, հիմա կյանքի կոչեք։ Դա արեք։ Պետք է կատարենք հենց այն, ինչ սովորել ենք։ Երկրորդ տեսեք Պողոսն ասում է կատարեք նաև այն, ինչ ընդունել եք։ Սա ստանալու մասին է։ Նրանք այս գիտելիքները ստացել էին Պողոսից, ով վստահելի ուսուցիչ էր։ Պողոսը սովորեցրել էր խոսքով եւ փոխանցել նրանց գիտելիքներ եւ այս բառը ցույց է տալիս մեկից մյուսը մի բան փոխանցելու եւ ընդունելու գաղափարը։ Առաքյալը նրանց փոխանցել էր ուսուցումը, Աստծո կամքը ամբողջությամբ, ինչպես գործ կառաքելոցում է ասում, ձեզնից ոչինչ հետ չպահեցի, այլ Աստծո կամքը ամբողջությամբ հայտնեցի։ Ինչպես նրանց ստացածն էր վստահելի աղբյուրից, մերն էլ նույնն է, քանի որ մենք էլ ենք ստանում նույն ուսուցումը, մենք նույնպես ընդունել ենք եւ պետք է կատարենք մեր ընդունածը, որը արժանահավատ է։ Հաջորդ ինչ պետք է անել։ Ինչ պետք է անեին Փիլիպպեցիները, որ նրանք պետք է անեին այն, ինչ լսել ու տեսել են։ Տեսնում եք համարի շարունակությունը։ Լսել ու տեսել։ Ինչ է սա նշանակում։ Սա խոսում է Փիլիպպեցիների եւ Պողոսի շփման եւ Պողոսի օրինակ լինելու մասին։ Աստծո խաղաղությունը փորձառելու համար պետք է սովորած ճշմարտությունները դարձնել վարք, իսկ որտեղից վերցնել օրինակ։ Օրինակ կա, կարող ենք վերցնել։ Նայեք համարի շարունակությունը, ասում է, ինչ որ լսեցիք ու տեսաք ում մեջ։ Իմ մեջ։
Համարձակ արտահայտություն չէ։ Պետք է շփվել օրինակ ծառայողի հետ։ Լսեցիք ու տեսակ իմ մեջ։ Սա վերաբերում է Պողոսի անձնական շփմանը Փիլիպեցիների հետ։ Սկսած Փիլիպեի եկեղեցու հիմնումից Գործք առաքելոցը եթե ընթերցում եք, կհիշեք, որ Պողոս առաքյալը, երբ Սուրբ Հոգու կողմից խումբը արգելվեց, Տերը ուղղորդեց նրանց Մակեդոնիա եւ Եվրոպայում առաջին եկեղեցին, որ հիմնվեց, դա Փիլիպեի եկեղեցին էր։ Եվ առաջին դարձիեկողը կամ դարձիեկողները Լիդիան էր։ Հիշում եք, ծիրանավաճառ մի կին, ում սիրտը Տերը բացեց, նա լսում էր Պողոսի քարոզը եւ դարձի եկավ։ Եվ Պողոս առաքյալը այստեղ գրում է հենց Փիլիպեցիներին, այդ եկեղեցուն է գրում։ Եվ ինչ օրինակ էր թողել Պողոսը այդ եկեղեցուն նորաստեղծ։ Ինչ են տեսել Փիլիպեցիները Պողոսի կյանքից, որ հիմա Պողոսը կարողանում է նման կոչ անել նրանց, որ իրեն նայեն։ Ինչ որ տեսել են իր մեջ, ինչ որ լսել են իրենից։ Հիշում եք, երբ նրանց անիրավորեն գցեցին բանտ, Պողոսին եւ Շիղային, նրանք գիշերն ինչ էին անում։ Երգում էին, փառաբանում էին, հիմնոս բառն է հունարեն, օրհներգություն, փառաբանություն էին բարձրացնում Տիրոջը։ Պողոս եւ Շիղա, ինչ որ բան այն չէ ձեր մտքերի եւ սրտերի հետ։ Չէ՞ որ ձեր պայմաններն այնպիսին է, որ դուք պետք է տրտունջ բարձրացնեք կամ փնտրեք մարդիկ, որ ձեզ դուրս անեն այդտեղից, դուք ոտքերը կոճղի մեջ, ձեռքերը շղթաների մեջ, ծեծված, անիրավված, բանտի մեջ եք եւ օրհներգում եք Աստծուն։ Արդյունքը գիտեք, որ բանտապետի կյանքը խնայվեց Պողոսի իմաստուն եւ Սուրբ Հոգու կողմից դրթված քայլով, որ նա չփախավ եւ բանտի դռները բացվեցին, բանտապետն ուզում էր դրա պատճառով իրեն սպանել, բայց նա ասեց չանես նման բան։ Եվ սովորական տրամաբանությունը կասեր, տեսեք, գիշերն աղոթում էինք, բանտի դռները բացվեցին եւ առիթ էր փախչելու, բայց չեն փախչում։ Ինչու՞։ Բանտապետը դարձի եկավ այդ գիշեր։ Իր ընտանիքի հետ միասին։ Եվ առաքյալները նորից չփախան։ Մնացին եւ ցանկացան, որ առավոտյան, ովքեր որ իրենց անորեն գցել էին բանտ, իրենք գան եւ անձամբ իրենց հանեն։ Գիտեք ինչու։ Այս բոլորը մենք խոսում ենք դրա մասին, թե ինչ էին տեսել Փիլիպեցիները։ Որ հիմա այստեղ Պողոսն ասում է ինձ նայեք, իմ մեջ ինչ որ տեսել եք։ Պողոսը չփախավ բանտից ազատ ժամանակ։ Տերը հրաշալի առիթ տվեց դարձի եւ ապաշխարության։ Առավոտյան եւս եկան եւ հրամայեցին, որ բանտից կարող ես դուրս գալ, նա չգնաց, ասաց թող գան իրենք անձամբ մեզ բանտից հանեն։ Ինչու արեց Պողոսը սա։ Որովհետեւ նա առաջին, նա Հռոմի քաղաքացի էր եւ չէր ասել դրա մասին, եւ եթե նա թույլ տար, որ այդ անօրենությունը ծածկվեր, դա նախադեպ էր դառնալու այս Փիլիպեի համար, նորաստեղծ եկեղեցու համար։ Եվ այդ նույն անօրենությունը անելու էին նաեւ եկեղեցու նկատմամբ, բայց նա ոչ միայն իր քաղաքացիական պատասխանատվությունն է կատարում, այլ նաեւ ստեղծում է մի առիթ, որ եկեղեցին ապագայում լինի ապահով, որ այդ նույն անօրենությունը, ինչ իր նկատմամբ արեցին, չանեն եկեղեցու նկատմամբ։ Եվ դրանից հետո նա դուրս է գալիս։ Եկեղեցին իր համբավը վերականգնում է։ Տեսնում եք ինչ օրինակ է թողել Պողոս առաքյալը Փիլիպեի եկեղեցուն։ Ընկնելով բանտ, բանտում իրեն ճիշտ դրսևորելով, երգելով, փառաբանելով եւ վերջում էլ հրաշալի օրինակ ծառայելով։ Եվ հիմա ասում է, տեսեք, ինչ որ տեսել եք, լսել եք իմ մեջ։ Ինչպիսի խաղաղություն է ես վայելում, երբ բանտի մեջ էի, երգում էի, այդ արեք դուք։ Ահա տեսեք, թե ինչպես էին Պողոսն ու Շիղան բանտում վայելում մտքից վերեղող խաղաղությունը, ինչպես էին ապրում ու օրինակ ծառայում բոլորին, մինչև իսկ եկեղեցուն։ Այսպիսով Պողոսը հարուստ փորձառությամբ ապրել էր Փիլիպեի ժողովրդի հետ։ Նրանց օրինակ էր եղել քարոզչության մեջ, ապրելու, սովորեցնելու, քաղաքացիական պատասխանատվությունների կատարման, իշխանություններին հնազանդվելու մեջ, եւ հիմա էլ նա գտնվում է բանտում Հիսուսի ավետարանի համար եւ ուրախ է Տիրոջով, խաղաղ է, քանի որ գիտի, որ իր կապանքները ծառայում են ավետարանի տարածմանը։ Եվս մի օրինակ
օրինակ լինելու կոչը Պողոսը տալիս է նույնիսկ Տիմոթեոսին։ Տեսեք ինչ է ասում, որ նա Տիմոթեոսը օրինակ լինի բոլորին խոսքով, սիրով, վարքով, մաքրությամբ եւ հնազանդությամբ։ Այս օրինակները պետք են սիրելիներ, որ մենք տեսնելով մեր եղբայրներին, մեր քույրերին, ովքեր որ այս հավատի ճանապարհը անցնում են, անցել են մեզնից առաջ, որ մենք էլ նայելով նրանց հավատին հետևենք նրանց։ Պողոսը սրանով կարծես ասի, նայեք ինձ, դա հնարավոր է։ Դա հնարավոր է գիտելիքը, որ վերածվի վարքի։ Այն ինչ որ ես ձեզ փոխանցում եմ Փիլիպեցիներ, դա իմ կյանքից կտրված գիտելիք չէ։ Այն կյանք է, որը զուգահեռ քայլում է այն բանի հետ, ինչ որ ես ձեզ քարոզում եմ։ Վստահ եղեք, որ սա հպարտության հարց չէ, որ Պողոսն ասում է, ինչ որ լսեցիք ու տեսաք իմ մեջ։ Մի պահ Մակերեսային առաջին ընթերցումով կարող եք ասել, բայց Պողոս, կարծես հպարտություն ես, հա անում, չէ՞։ Դրա մասին չէ։ Սրանով նա ուզում է ասել, որ ինքը ոչ միայն քարոզել է, այլ նաև ապրել է իր քարոզածը, եւ նա կենթանի օրինակ է։ Ճիշտ է, Պողոսը կասեր, հետևեք կամ նմանվեք ինձ, ինչպես ես Քրիստոսին։ Հարցը դա չէ, որ Պողոսը չի մոռանում Քրիստոսին։ Պողոսը պարզապես ուզում է իրենց ցույց տալ իր նման մարմին արյուն ունեցող մեկի կողմից օրինակ։ Ճիշտ է, մենք երբեք գործերով կատարյալ չենք լինելու, մենք դրա մասին չենք խոսում։ Ես վստահ եմ, եկեղեցում վարդապետություն քարոզվում է եւ գիտեք, որ սրբագործման մեջ մենք կատարյալության չենք հասնելու երկրի վրա, բայց դա չի թույլատնում ձգտումը սրբության հանդեպ։ Առաջին Հովհաննես 3:3 նա ով իր մեջ ունի Հիսուսին տեսնելու հույսը, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։ Սա նշանակում է, որ իրական վերստին ծնվածի մեջ կա բնական փափակ սրբության հանդեպ։ Այլ հարց է, որքան կստացվի, մենք դրա մասին չենք խոսում, մենք խոսում ենք լինելու կամ չլինելու։ Ուզենք կամ ոչ, մենք գործնականում կարիք ունենք օրինակների, սիրելիներ։ Նման օրինակներով մենք տեսնում ենք ճշմարտությունների կիրառումը, մարմնավորումը մարդու կյանքի մեջ։ Դրանով մենք տեսնում ենք, որ ուղիղ կապ կա ճշմարտության եւ վարքի միջև։ Տեսնում ենք, որ այն հնարավոր է կատարել եւ փոխվել, ավելի քրիստոսանման դառնալ։ Եթե մենք այստեղ ենք ու մտածում ենք, որ դա անհնար է, սրանք վերացական մտքեր են, կարծում եմ այստեղ չենք լինի։ Ես գոնե այստեղ չէի գա։ Մենք հավատում ենք, որ Աստծո ասածները երբ հավատով ընդունվում են, խառնվում են հավատի հետ, ինչպես Եբրայեցիում է ասում, ինչպես Թեսաղոնիկեցիս նամակում է ասում, այն ներգործում է հավատացյալների մեջ, երբ հավատով է այն ընդունվում։ Հենց այն ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսակ այն արեք։ Առաքյալն ասում է։ Վարքի ձևավորման համար անհրաժեշտ է կատարել սովորածը, ընդունածը եւ նայել օրինակների, ովքեր իրենց օրինակով կարող են քաջալերել, որ չթուլանանք եւ շարունակենք առաջ շարժվել։ Հարց մեզ սիրելիներ։ Ունենք մեր կյանքում Աստծո զավակներ, որոնց ոչ միայն խոսքից կարելի է սովորել, այլ նաեւ կյանքից։ Կան իմ ու ձեր կյանքում մարդիկ, որոնց կյանքին նայելիս կարող ենք տեսնել Աստծո խոսքերի հետքը, կիրառումը, փորձերը, ջանքը։ Ինչպես Հակոբոսն է ասում, ով կա ձեր մեջ իմաստուն, թող ինչպես ցույց տա իր վարքով։ Խոսքով բոլորն էլ հավատացյալ են, կրոնավոր են։ Բայց առաքյալն ասում է ճշմարիտ կրոնասիրությունը ինչպես պետք է արտահայտվի։ Ճշմարիտ իմաստությունը, ի վերուստ եկած իմաստությունը ինչպիսին է, ինչպես պետք է արտահայտվի, եւ նրա արտահայտվելու վայրը մարդու կյանքն է, մարդու վարքն է։ Հարց Աստծո խոսքի ուսուցիչներից, ինձ եւ բոլորին, ովքեր որ ուսուցիչ են։ Կարող ենք Պողոսի նման ասել, ինչ որ լսել ու տեսել եք իմ մեջ, այդ արեք, մեր կողքիններին։ Ես կկրկնեմ, որպեսզի սխալ չընկալվի։ Խոսքը կատարելության մասին չէ, եւ Պողոսն էլ կատարյալ չէր։ Նա ապրել էր այնպիսի կյանք Փիլիպեցիների հետ, որ կարող էր որպես օրինակ ծառայեցնել իրեն։ Նայեք։ Ունենք նման համարձակություն, թե դեռևս մեղադրելի կյանք ենք ապրում։ Կրկնում եմ, սա չի նշանակում անթերի ենք լինելու։ Այսպիսով նոր վարքագիծը պետք է ձևավորվի Աստծո խոսքով կամ ճշմարտությամբ, որը կոչ է անում այստեղ Պողոսը ասելով, ինչ որ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու տեսաք իմ մեջ, այդ արեք։ Մենք պետք է Աստծո զավակներին ընդօրինակենք, սիրելիներ, ովքեր հավատի ճանապարհը անցնում են եւ օրեցօր սրբագործվում, աստիճանաբար նրանց կյանքի վարքի մեջ Քրիստոս ավելի ու ավելի է կերպարանք ստանում։ Փիլիպպեցիս 4:9-ում
այսպես է ավարտում միտքը, տեսեք, հենց այն սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսակ այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Սա կոչ է Պողոսն ասում է իրեն հետևելու, ինչպես ինքն էլ Հիսուսին էր հետևում։ Արժե ընդօրինակել Պողոսին, ինչ եք կարծում, եթե Փիլիպպեի ժողովրդի մեջ լինեինք, ինչ արձագանք կտայինք։ Փիլիպպեցիս 3:17-ում տեսեք ինչ է գրում Պողոսը, որպեսզի ոչ մեկ չմտածի, որ ընդօրինակման հարցը Պողոս առաքյալը այստեղ սխալմունք է արել, որ թույլ է տվել։ Փիլիպպեցիս 3:17-20, տեսեք ինչ է գրում. Ինձ նմանվեք, եղբայրներ։ Եվ նայեք նրանց, խնդրում եմ ուշադիր, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Սա նշանակում է տարբերակում է դնում արդեն, ում պետք է լսել, ում պետք է նայել, ում օրինակին պետք է հետևել, ում ոչ։ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է, նրանց Աստվածն իրենց որովայնն է եւ փառքը իրենց ամոթը։ Ուշադիր լսեք, նրանք երկրային բաներ են մտածում։ Սա էլ նախորդ կետը։ Նրանց մտքերն ինչերով է լցված, դրա համար կյանքն էլ այդպիսին է։ Տեսնում եք երկու պատվեր, ինձ նմանվեք եւ հետևեք նրանց, ովքեր մեր տված օրինակով են ընթանում։ Նոր վարք, նոր ապրելակերպ, նոր մտածելակերպ ձևավորելու համար պետք է ընդօրինակենք, հետևենք Աստծո իրական փորձառու զավակներին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ձեր եկեղեցին, նաև ասեմ իմ եկեղեցին Հովհաննես եղբոր նման մեկին ունենք։ Ողջ փառքերը Տիրոջը, Հովհաննես եղբայր։ Ես սա ասում եմ, բոլորն էլ հասկանում են, ինչ իմաստով եմ գործածում։ Բայց դուք մի լավ օրինակ եք, մինչև այսօր, որի կյանքին կարելի է նայել եւ տեսնել Քրիստոսի հետքը, Քրիստոսի աշխատանքը։ Մի օրինակ էլ ասեմ, նայեք հենց այստեղ Պողոսին, որտեղից է նա գրում այս նամակը։ Նա գրում է բանտից։ Իր ձեռքերն ու ոտքերը շղթայված են, զինվորների հսկողության տակ, անազատության մեջ, բազում մարմնական անհարմարություններով, բայց գրում է Տիրոջով ուրախանալու մասին, գրում է Աստծո խաղաղությունը փորձառելու մասին եւ մեծ հարց է առաջանում, այդ ինչպես է հնարավոր, Պողոս։ Նա ասում է ընդօրինակեք ինձ, դա հնարավոր է։ Լինում է դա իրական է, փորձառեք, տեսեք, արեք այս քայլերը, արեք այս պատվերները։ Մի եկեղեցում երբ քարոզեցի այս թեմայի մասին, շնայց մեկն էլ չէ, YouTube-ով էլ տեղադրել է եւ շատերը արձագանքեցին ասելով, ես երբեք չէի փորձել այս հերթականությունը։ Եվ սկսեցի ինձ մարզել ճիշտ այնպես, ինչպես Պողոս առաքյալն է այստեղ ասում։ Գիտեք ինչ վկայություն տվեցին, տարբեր բառերով, բայց գրեթե նույն բանն էին ասում։ Կարևոր չէր խնդիրներս ինչպես լուծվեցին։ Ես Տիրոջ խաղաղությունն էի վայելում։ Տիրոջ հետ շփումն էի վայելում։ Սա անհիմն խաղաղություն չէ, սիրելիներ, սա անկախ իրավիճակներից խաղաղ եւ հանգիստ միտք է, որ կենտրոնանում է Տիրոջ վրա, նրա նպատակների վրա։ Իսկ ինչ է կարծում բոլոր փոփոխվող իրավիճակների մեջ, միթե մենք հաստատուն հույս չունենք, որ ամեն բան բարին է ծառայում։ Տիրոջ սիրողներին համար, ամեն բան, չկա բացառություն։ Հետո ինչ, թող մի խնդիրս էլ չլուծվի այսպես կամ այնպես, բայց ես գիտեմ, որ իմ Տերը վերահսկում է իմ կյանքի յուրաքանչյուր շարժ եւ ամեն բան ուղղորդում է, որպեսզի ինձ Քրիստոսանմանեցնի այս երկրի վրա, ուղղորդում է դեպի բարին։ Պողոսն ասում է ընդօրինակեք ինձ, դա հնարավոր է, դա իրական է, դա տեսեք, ասում է, ես հիմա ապրում եմ, ես հիմա բանտում ապրում եմ դա եւ ձեզ եմ գրում դրա մասին։ Մենք նույնիսկ պատվեր ունենք հավատի մեջ փորձառուներին հետևելու։ Կարդում եմ Եբրայեցիս 13:7. Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ։ Ուշադիր լսեք, նայեք նրանց կյանքի վախճանին եւ հետևեք նրանց հավատի օրինակին։ Ում ենք ընդօրինակում ենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ում ենք հետևում, սկսած ինտերնետային հարթակից մինչև մեր ֆիզիկական կյանքում։ Ում ենք լսում, ում քայլերին ենք հետևում, ով է օրինակ իմ ու ձեզ համար։ Ում հավատի վախճանին ենք նայում։ Ում մասին կարող ենք ասել, որ նա իր հավատի կյանքը ավարտեց Տիրոջը հավատարիմ կերպով եւ չուրացավ Հիսուսին, ասելով ես քեզ չեմ ճանաչում։ Նայենք այս մարդկանց կյանքին, վախճանին, հավատին։ Դրա համար կոչ սիրելի եկեղեցի մեզ, եթե չկատարենք այս պայմանները, մենք չենք կարող վայելել Աստծո խաղաղությունը, որ մտքից վեր է։ Եվ մեր
սրտերն ու մտքերը Աստվածային այս պաշտպանության մեջ չեն լինի եւ աշխարհը իր հարցակումները կբերի իր զանազան միջոցներով։ Իսկ եթե կատարենք, եթե մեր հոգսերը ներկայացնենք Տիրոջը գոհությամբ մեկտեղ, եթե շարունակ մտածենք Աստծո առաքինությունների մասին, այդ 8 թեմաների մասին, ինչ որ առաքյալն ասաց, եւ մեր վարքը ձևավորենք Աստծո խոսքով, եւ ընդօրինակենք Աստծո փորձառու զավակներին, ապա կիրականանա այս ցնցող արդյունքը։ Տեսեք, որ խոստանում է Աստծո խոսքը այստեղ, եւ արդյունքը 9-րդ համարի վերջին մասն է ու ավարտենք։ Տեսեք ինչ է ասում. հենց այն ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ինչ է նշանակում Աստված ձեզ հետ կլինի։ Ինչ նկատի ունի Պողոսը։ Սա մենք գրեթե ամեն օր օգտագործում ենք, հա, Աստված քեզ հետ։ Միթե Աստված ամենուրեք չէ։ Միթե նա միշտ մեզ հետ չէ։ Այո, Աստված ամենուրեք է, նա միշտ մեզ հետ է, բայց այս համատեքստում Պողոսը ներկայացնում է, որ որպես խաղաղության Աստված նրան։ Ոչ թե Աստծո խաղաղություն, այլ խաղաղության Աստված։ Այս փոթորկի ու անհանգստությունների մեջ Տերը քեզ հետ կլինի, քեզ մոտ կլինի, քեզ ընկալելի կլինի, զգալի ու հասկանալի կլինի։ Խոսքը տարածական իմաստով չէ, Աստված ամենուրեք է։ Դրա մասին չէ, որ Աստված քեզ հետ կլինի։ Պողոս առաքյալի միտքն այստեղ այն է, որ դուք փորձառես Աստծո ներկայությունը, Աստծո մտերմությունը քեզ հետ, քո ճանապարհին։ Նրանք, ովքեր հավատարմորեն հետևում են այս ճշմարտություններին, Աստծո խոսքը խոստանում է, որ խաղաղության Աստվածը կլինի նրանց հետ։ Եթե նկատեցիք, 7-րդ համարում գրված էր Աստծո խաղաղությունը, նրանց բաժինը կլիներ, ովքեր մնում էին աղոթքի մեջ, այստեղ գրված է ոչ թե Աստծո խաղաղությունը, այլ խաղաղության Աստվածը։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ աղոթքի մեջ հարատևելիս կունենաս, ուշադրի լսեք, Աստծուց եկող խաղաղություն, իսկ կյանքիդ մեջ գործածելով Աստծո խոսքը, կենսակերպ ձևավորելով, շարունակ մտածելով Աստծո խոսքի մասին, քեզ ուղեկից կլինի Աստծո ներկայությունը օրհնյալ։ Եվ խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի։ Դու կընկալես, որ նա միշտ քեզ հետ է, դու ավելի խոր փորձառություն կունենաս Տիրոջ հետ քայլելու։ Ահա թե ինչու են ոմանք ոտքերը կոճղի մեջ, ձեռքերը շղթայված, ծեծված ու սոված, հալածված, բայց կարողանում երգել ու փառաբանել Աստծուն, լինել այդքան խաղաղ, իսկ ոմանք էլ առողջության ու հարմարավետության մեջ փնտրում են Աստծո ներկայությունը եւ չեն գտնում։ Պատճառը նման փորձառությունն է, սիրելիներ, պետք է մտահոգությունները ներկայացնել Աստծուն, պետք է մտածել Աստծուն վայել թեմաների մասին։ Գիտակցորեն մեր մտքերը, այս մեծ ռեսուրսը, որ Տերը տվել է, պետք է կենտրոնացնենք Աստծուն վայել բաների մասին, երկնայինի մասին մտորենք, ցերեկ ու գիշեր, ինչպես Դավիթը կասեր, իր օրենքի շուրջ մտածենք։ Եվ պետք է ունենանք օրինակներ։ Եվ նայենք հենց առաջինը մեր Տիրոջը, Հիսուսին, հետո Պողոսին եւ Պողոսի նմաններին, հետո մեր ժամանակակիցներին, ովքեր որ այս ճանապարհը անցնում են, ովքեր որ կարող են ասել, որ նայեք ինձ եւ տեսեք, որ դա հնարավոր է, որ կյանքի փոփոխվող իրավիճակների մեջ այն խաղաղությունը, որ կա, որ Տիրոջից է գալիս, այն մնում է անփոփոխ։ Արեք այս եւ խաղաղության Աստված ձեզ հետ կլինի։